Ողջույն։ Ես կարծում եմ, որ զարմանալիորեն մենք ավելի շատ բան գիտենք Միացյալ Նահանգների կամ ցանկացած այլ արևմտյան երկրի մասին, քան մեր ամենամոտ հարևանների։ Եվ փորձելով այդ բացը լրացնել, ես այսօր պատմելու եմ Իրանի մասին։ Իսկ ավելի ճիշտ այն հեղաշրջման մասին, որը դարձրեց Իրանը այն երկիրը, որը գիտենք այսօր։ 20-րդ դարի սկզբին Իրանը կառավարում էր ղաջարների տոհմը, թեև կառավարել բառը այստեղ տեղին չէ, քանի որ կենտրոնական իշխանությունը չափազանց թույլ էր, քաղաքական վիճակը անկայուն, իսկ բնակչության զգալի մասը ապրում էր աղքատության մեջ։ Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան ակտիվորեն միջամտում են Իրանի գործերին։ Ռուսական կայսրությունը վերահսկում էր Իրանի հյուսիսային շրջանները, Բրիտանիան պաշտպաներով Հնդկաստանում իր դիրքերը, որտեղից տոննաներով ափիոն էր արտահանում, վերահսկում էր Պարսից ծոցում առևտրային ուղիները։ 1907 թվականին անգլո-ռուսական համաձայնագրով Իրանը պաշտոնապես բաժանվեց ազատության գոտիների։ Դա մոտավորապես նույնն է, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում։ Կարծում եմ, արդեն պարզ է, որ թե Ռուսաստանն եւ թե Բրիտանիան ակտիվորեն միջամտում էին Իրանի ներքին գործերին։ Նրանք հասան նրան, որ իրավունք ստացան վերահսկել եւ արտահանել Իրանի բնական ռեսուրսները։ Այդպես օրինակ 1908 թվականին անգլիացի բիզնեսմեն Ուիլյամ Դարսին ստացավ մենաշնորհ նավթ արտահանելու համար։ Նա հիմնեց իր նավթային ընկերությունը, որը կա մինչ այսօր։ Խոսքը British Petroleum-ի մասին է։ Հասկանալի է, որ բնակչությունը չէր կարող գոհ լինել երկրի վիճակից, եւ 1905-ից մինչև 11 թվականները տեղի ունենում սահմանադրական հեղափոխությունը։ Իրանցիները փորձեցին սահմանափակել շահի իշխանությունը եւ ստեղծել ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ, հույս ունենալով ազատվել օտար երկրների ազդեցությունից։ Ռուսաստանը ակտիվ միջամտում էր սահմանադրական հեղափոխությանը, այնքան ակտիվ, որ 1908 թվականին ռուսական զորքերը պարզապես մտան Թավրիզ, աջակցելու Մուհամեդ Ալի շահի կառավարությանը եւ ճնշելու հեղափոխական շարժումը։ Շահը մնաց իշխանության ղեկին, բայց Իրանում ձևավորվեց խորհրդարան, մեջլիս։ Ի վերջո Ռուսաստանը կհեռանա Իրանից, բայց ոչ այն պատճառով, որ իրանցիները Ռուսաստանը վտարեցին, այլ իր նախաձեռնությամբ։ Երբ բոլշևիկները եկան իշխանության, նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են Իրանում Ռուսաստանի քաղաքացիների շարժական եւ անշարժ գույքի նկատմամբ բոլոր պահանջներից։ Եվ թեև ռուսները պաշտոնապես հեռացան, բայց նրանց գաղափարական ազդեցությունը մեծ դեր խաղաց Իրանի քաղաքական կյանքում, եւ մենք այժմ կխոսենք Ռեզա Փահլավիի մասին։ Ռեզա Փահլավին ծնվել է 1878 թվականի մարտի 15-ին Ալաշտ գյուղում։ Նրա հայրը զինվորական էր եւ մահացավ, երբ տղան դեռ շատ փոքր էր։ Ռեզայի մայրը, ով ի դեպ ազգությամբ չերկես էր, դժվար պայմաններում մենակ մեծացրեց տղային։ Ռեզան իր հոր պես դարձավ զինվորական եւ որպես շարքային իր զինվորական կարիերան սկսեց Իրանի կազակական բրիգադայում։ Կազակական բրիգադը իրանական բանակի էլիտար ստորաբաժանումն էր, որը ստեղծվել էր 19-րդ դարի վերջում ռուս սպաների օգնությամբ։ Իր զինվորական տաղանդի շնորհիվ 40 տարեկանում Ռեզան գլխավորեց այդ բրիգադը եւ 1 տարի անց 1921 թվականին Իրանը բոլշևիկյան հեղափոխությունից պաշտպանելու համար կամ պաշտպանելու պատրվակով նա ռազմական հեղաշրջում արեց։ Ռեզան տապալեց կառավարությունը, այն կառավարությունը, որը ստեղծվել էր սահմանադրական հեղափոխության ժամանակ եւ դե ֆակտո դարձավ երկրի ղեկավար։ Շահին Ռեզան սկզբում ձեռք չտվեց եւ որոշ ժամանակ պաշտոնապես երկիրը շարունակում էր կառավարել շահը, բայց սա իհարկե երկար տևել չէր կարող։ Շուտով, երբ շահի առողջությունը վատացավ, Ռեզան նրան ուղարկեց բուժվելու Եվրոպա եւ շահը ճիշտ գնահատելով երկրում տիրող իրավիճակը հրաժարվեց վերադառնալ։ Եվ 1925 թվականին Ռեզան հռչակեց իրեն Իրանի շահ։ Նա վերցրեց Ռեզա Շահ Փահլավի անունը եւ այդպիսով հիմնադրեց Պարսկաստանի վերջին իշխող տոհմը Փահլավին։ Ռեզան սկսեց խոշոր բարեփոխումներ։ Համար 1 առաջնահերթությունը բանակն էր, եւ նա սկսեց արդիականացնել եւ ընդլայնել այն։ Նրա օրոք սկսվեց կառուցվել նոր երկաթուղու գիծը, որը պետք է կապեր Կասպից ծովն ու Պարսից ծոցը, անցներ բոլոր կարևոր քաղաքներով եւ արագացներ զենքի մատակարարումը բանակի ստորաբաժանումներ։ Մոդեռնիզացումը պահանջում էր մասնագետներ եւ Ռեզա Շահը բացում է Իրանի առաջին ժամանակակից համալսարանը։
Նա բարեփոխեց Իրանի դատական համակարգը, ներմուծելով եվրոպական համակարգը։ Նրանից առաջ Իրանի դատական համակարգի հիմքում շարիաթն էր։ Շարիաթը դա կանոնների համակարգ է, որը հիմնված է իսլամական սուրբ գրքի Ղուրանի եւ այլ իսլամական կարևոր գրերի վրա։ Դատական բարեփոխումից հետո Իրանում սկսեցին կառուցել առաջին բանտերը։ Քանի որ շարիաթի համակարգի համաձայն մարդկանց մեծ մասը մարմնական պատիժ էր ստանում եւ այդ պատճառով Իրանում մինչեւ Ռեզա շահի բարեփոխումները բանտեր չկային, մարդկանց ուրիշ ձև էին պատժում։ Մեկ այլ կարևորագույն կետ էր Ռեզա Փաշայի համար երկրի համախմբվածությունը եւ նա սկսում է պայքարել անջատողականության դեմ։ Մենք հաճախ չենք պատկերացնում, թե որքան բազմազգ է Պարսկաստանը։ Այնտեղ ապրում են արաբներ, թուրքմեններ, եզդիներ եւ այլն։ Եվ նրանցից յուրաքանչյուրն ունի իր լեզուն եւ ավանդույթները։ Ռեզա Փաշայի ստեղծած նոր պետության գաղափարախոսությունը ազգայնականությունն էր։ Եվ հետեւաբար բոլոր ազգային փոքրամասնությունները պիտի ասիմիլացվեին, իսկ նրանց ինքնավարությունը հավասարվեր 0-ի։ Հաջորդ կետը լեզուն էր, քանի որ ոչ բոլորն էին խոսում պարսկերեն։ Ամբողջ երկրով մեկ կրոնական դպրոցների փոխարեն բացվեցին հանրակրթական աշխարհիկ դպրոցներ։ Ազգային պետությունը պետք է նաև ազգային պատմություն ունենա եւ Ռեզա շահը իր քաղաքականության պատմական հիմք ընտրում է ոչ թե Իրանի իսլամական պատմության փուլը։ Պարսկաստանը ընդունեց իսլամ 7-րդ դարում, երբ իրենց գրավեցին արաբները, այլ ավելի վաղ ժամանակահատվածը, Ախիմենիդների ստեղծած իրանական կայսրությունը։ Եվ հենց Ռեզա շահի որոշմամբ երկրի անունը բոլոր միջազգային ատյաններում փոխվեց եւ Պարսկաստանը դարձավ Իրան։ Իդեպ պարսիկները իրենց միշտ Իրան են կոչել, ինչպես եւ մենք մեզ Հայաստան ենք անվանում։ Այդ բառը եկել է հին պարսկերենից՝ Արիանամ դոհյունամ, արիների հողը։ Ժամանակի ընթացքում դոհյունամ բառը կորավ, իսկ Արիանամ բառը ձևափոխեց եւ դարձավ Իրան։ Իդեպ այդ ժամանակ մեկ այլ եվրոպական երկիր նույնպես տարված էր իր արիական պատկանելությամբ եւ այդ երկրի հետ Իրանը դիվանագիտական սերտ կապեր ուներ։ Խոսքը իհարկե նացիստական Գերմանիայի մասին է։ Հետագայում Ռեզա շահի իրերի մեջ գտան Ադոլֆ Հիտլերի նկարը, որը նա մակագրել էր շահի համար։ Իդեպ Ռեզա շահի մեկ այլ քաղաքական կուռքը Քեմալ Աթաթուրքն էր։ Երբ թվարկում ես շահի արված բարեփոխումները, կարելի է մտածել, որ նա առաջադեմ հայացքներով ժողովրդավար, հանդուրժող քաղաքական գործիչ էր, բայց դա այդպես չէ։ Նա ոչ ժողովրդավար էր, ոչ էլ հանդուրժող։ Օրինակ, Ռեզա շահը թույլ տվեց բոլորին դրել եվրոպական հագուստ, ինչը կարծես թե վատ չէ, բայց նա դրա հետ մեկտեղ պարզապես արգելեց հավատացյալ կանանց գլխաշոր կրել։ Մի խոսքով Ռեզա շահը ծայրահեղ մոտեցումների մարդ էր։ Երկրում սկսվում են նաև բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ։ Իր իշխանության վերջին տասնամյակում Ռեզա շահը իր իշխանությունը դարձրեց բացարձակ, ճնշելով ընդդիմությունը եւ սահմանափակելով խոսքի ազատությունը։ Քաղաքական կուսակցությունները արգելվեցին, իսկ շատ քաղաքական հակառակորդներ ձերբակալվեցին կամ հեռացվեցին երկրից։ Հասկանալի է, որ հասարակության տարբեր շերտերը դժգոհ էին իրավիճակից։ Իսկ հետո սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը եւ նացիստները հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա։ Ռեզա շահը, ով նացիստական Գերմանիային համարում էր իր դաշնակից, փորձեց պահպանել չեզոքություն, ինչը խորհրդային կառավարությանը դուր չեկավ։ Խորհրդային կառավարությունը դա դիտարկեց որպես մեծ վտանգ։ Եվ այստեղ մենք հետ կգնանք եւ կվերադառնանք Ռեզա շահի իշխանության ամենասկզբին։ 1921 թվականի փետրվարի 26-ին Իրանը եւ Խորհրդային Միությունը ստորագրեցին այսպես կոչված բարեկամության պայմանագիրը։ Իրանը ճանաչեց Խորհրդային Միությունը որպես ռուսական կայսրության իրավահաջորդ, իսկ Խորհրդային Միությունը իր հերթին հրաժարվեց բոլոր նախկին արտոնություններից եւ զիջումներից։ Այս համաձայնագիրը, սակայն, ուներ մի շատ կարևոր կետ։ Խորհրդային Միությունը իրավունք ուներ զորք մտցնել Իրան, եթե նրա տարածքում սպառնալիք առաջանար Խորհրդային Միության անվտանգության համար։ Եվ տեսեք, երբ 20 տարի անց Իրանը փորձեց միաժամանակ երկու աթոռին նստել, երբ սկսվեց երկրորդ համաշխարհայինը, Խորհրդային Միությունը դա համարեց սպառնալիք։
Խորհրդային զորքերը բրիտանական զորքերի հետ միասին ներխուժեցին Իրան կանխելու իրանական տարածքի հնարավոր օգտագործումը գերմանական զորքերի կողմից եւ պաշտպանելու տրանսպորտային ուղին, այսպես կոչված պարսկական միջանցքը, որը կենսական նշանակություն ուներ Խորհրդային Միության համար, քանի որ հենց այդ միջանցքով դաշնակից երկրները օգնություն էին հասցնում Խորհրդային Միությանը։ Բրիտանացիները իհարկե ներխուժել էին նաև իրենց նավթային ընկերությունը պաշտպանելու համար, բայց դրա մասին մի քիչ ավելի ուշ կխոսեմ։ Եվ տեսեք, խորհրդային եւ բրիտանական բանակների ներխուժումը Իրանի տարածք կարող էր դառնալ արդիականացված իրանական բանակի համար աստղային ժամը, բայց չդարձավ։ Բանակը, որը Ռեզա Շահն համարում էր իր առաջնահերթությունը, որի վրա նա այդքան ռեսուրս էր ծախսել, ձախողվեց ու չկարողացավ էական դիմադրություն ցույց տալ, իսկ բախումների որոշ մասերում իրանական զինվորները պարզապես փախուստի էին դիմում։ Կարծում եմ, եթե Իրանը այդ պահին մարտունակ բանակ ունենար, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, բայց եղավ այն ինչ եղավ եւ նման պայմաններում, երբ սովետական զորքերը Թեհրանի մոտակայքում էին, Ռեզա Շահը հրաժարական տվեց երկիրը ել ավելի չափակայունացնելու համար։ Գահը անցավ իր որդուն Մուհամեդ Ռեզա Փահլավիին, ով այդ ժամանակ ընդամենը 21 տարեկան էր։ Երիտասարդ շահի իշխանության առաջին տարիները ազատություն բերեցին Իրանի քաղաքական կյանք։ Բանտից դուրս եկան շատ քաղբանտարկյալներ, իսկ քաղաքականություն վերադարձան մարդիկ, ով Ռեզա Շահի հալածանքների պատճառով լքել էին ասպարեզը։ Նրանց շարքում էր նաև Մոհամեդ Մոսադեղը։ Մոսադեղը ծնվել էր ունևոր ընտանիքում եւ ստացել էր լավ կրթություն։ Սկզբից Փարիզում, իսկ հետո 1913 թվականին Ժնևում ստացել էր իրավագիտության դոկտորի աստիճան։ Մոսադեղը իր քաղաքական կարիերան սկսել էր դեռ քաջարների տոհմի օրոք։ Առաջին հեղափոխությունից հետո նա դարձավ Մեջլիսի Իրանի խորհրդարանի անդամ։ Ռեզա Շահի կողմից աճող ճնշումների եւ ռեպրեսիաների պայմաններում Մոսադեղը որոշեց հեռանալ ակտիվ քաղաքականությունից, իսկ վերադարձից հետո, լինելով երկրի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը, 1951 թվականին դառնում է Իրանի վարչապետը, ու հենց նրա ջանքերի շնորհիվ Իրանի խորհրդարանը ընդունեց նավթային արդյունաբերության պետականացման օրենքը։ Այլ կերպ ասած, պարսիկները իրենց վերադարձրեցին իրենց երկրի նավթը։ Եվ այստեղ կարիք կա նավթի մասին առանձին խոսելու։ Հիշում եք, ես ասացի, որ քաջարիների օրոք իրանական նավթը արտահանում էին անգլիացիները եւ իրանական բյուջե վճարում էին ֆիքսված հարկ։ Եվ եթե ռուսները հեղափոխությունից հետո հրաժարվեցին իրենց բոլոր արտոնություններից, ապա բրիտանացիների մոտ ոչ մի հեղափոխություն չէր եղել եւ նրանք իհարկե պահպանել էին իրենց բոլոր արտոնությունները, այդ թվում նաեւ նավթի մենաշնորհը։ Նշեմ, որ նավթի կարևորությունը դարի սկզբում կտրուկ աճեց։ Հասկանալի է, որ Իրանի քաղաքացիները չեն կարող գոհ լինել այն փաստից, որ իրենց նավթը անգլիացիները արտահանում են, ամբողջովին կառավարում են ընդերքը, իսկ իրանական բյուջե վճարում են կոպեկներ։ Ժամանակին Ռեզա Շահը հասկանում էր, որ երկիրը դեռ այն ուժ չունի բրիտանացիներից խլելու նավթը, դա կարող էր բերել պատերազմի։ Բայց միևնույն է, իր օրոք նա փորձեց մի փոքր բարելավել իրանցիների դիրքը։ 1933 թվականին նոր պայմանագիր կնքվեց, ըստ որի 50 տարով մինչև 1993 թվականը երկարաձգվեց բրիտանացիների նավթի արտահանման իրավունքը, իսկ Իրանին տրամադրեցին մի փոքր ավելի լավ պայմաններ համեմատած նախորդ պայմանագրի հետ։ Բայց միևնույն է, հաշվի առնելով նավթի դերը աշխարհում, Իրանը իհարկե կոպեկներ էր ստանում։ Եվ իրանական քաղաքական կյանքում կար մի մարդ, ով փորձեց վերադարձնել իրանական նավթը իրանցիներին։ Դա հենց Մոսադեղն էր, ում մասին արդեն խոսեցինք։ Իսկ թե ինչպես ավարտվեց նրա պայքարը եւ ինչին դա բերեց, կխոսենք հաջորդ անգամ։ Բաժանորդագրվեք եւ սիրեք պատմությունը։